Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ, մեր հերթական հանդիպումն է, բայց ես ուզում եմ երկու օր առաջվա հանդիպումից մի փոքր մեջբերում բերել։ Չարենց հավանում էր, ես մի միտք արտահայտեցի, թե արդար չի, որ վարորդական իրավունք ստանալու համար մարդ պսիխո է հանձնում, պսիխոյի թուղթ պետք է հանի, իսկ երկրի ղեկը պահելու համար, վարելու համար այդպիսի պսիխոյի թուղթի կարիք չկա։ Շատ չեմ մանրացրել, օրինակներ չեմ բերել, բայց երեք ուղղակի իսկապես առարկայական ապացույց ենք ստացել, որ շատ ճիշտ առաջարկ է, մենք պետք է այդ առաջարկը անպայման ընտրություններից հետո կյանքի կոչենք։ Այս մարդը ցույց տվեց իր կեցվածքով, որ ակնհայտ առերևույթ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի։ Ես կարծում եմ սա ակնհայտ էր բոլորի համար։ Եվ հիմա ես ունեմ հետևյալ հարցադրումը։ Ժողովուրդ ջան, դուք ինչ կարգի ընտանեկան մոդել եք տեսնում։ Ամեն մեկդ, թող սա պրոյեկտի իր ընտանիքի վրա, ինչպիսի ընտանիքի հայր է ինքը ուզում ունենալ, կամ իր երազած հայրը, կամ այն իդեալական մոդելը, որը մենք կցանկանայինք ունենալ, հավասարակշռված, մտածող, մարդկանց հետ նորմալ շփվող, աշխատասեր, իր աշխատանքը անող ընտանիքի հայր, թե իստերիկ, լաչար, կարծիքը 10 անգամ շաբաթը փոխող, ստախոս, սենց կազինոյի կլիենտ եւ հարբեցող։ Ինչ կտրենք ձեր ընտանիքի համար, ձեր սիրած մոդելը որը կլիներ։ Երևի չեմ կասկածում, չէ, լավ մոդելը։ Հիմա համարեք, որ երկիրը մի մեծ մեր ընտանիքն է։ Եվ ունենք մի մարդ, որը ամբողջությամբ համապատասխանում է այդ երկրորդ տարբերակին։ Իստերիկ, ցենց գժական գնացող ինքն էլ էր, չի ասում կարգավորման ժամանակ Ղարաբաղի հարցի, թե ես ինձ գժի տեղ եմ դնում։ Չէր դնում գժի տեղ։ Շատ բնական է։ Շատ բնական էր։ Հիմա հորդորս հետևյալն է։ Մենք համարենք մեր երկիրը ընտանիք, մեծ ընտանիք, եւ այդ ընտանիքի տիրոջից է կախված մեծապես, թե այս երկիրը հանգիստ է լինելու, թե ոչ, պատերազմ է ունենալու, թե խաղաղություն, բարեկեցիկ է լինելու, թե հակառակը։ Շատ պարզ համեմատության մեջ եմ դնում այս ամենը։ Մեկ անգամ սխալվել ենք, հավատացել ենք, երկրորդ անգամ այլ սխալվելու տեղ չունենք, թիկունք չի մնացել։ Մեկ սխալի համար գինը եղավ հսկայական հողեր, 150,000 փախստականներ, Արցախի կորուստ, 5,000 զոհ եւ այլ։ Հիմա թիկունք չի մնացել։ Հերթական սխալը դա լինելու է Սյունիք, լինելու է Արևմտյան Ադրբեջան, միգուցե մսկիթների կառուցում Հայաստանի տարածքում։ Ուզում ենք մենք սա, չեմ կարծում, որ ուզում ենք, ուրեմն այս անգամ սխալվելու ուղղակի տեղ չունենք։ Եվս մեկ հարց, որին ուղղակի կցանկանայի անդրադառնալ, որովհետև Արցախից փրկված 9 ամիս տոտալ բլոկադայի մեջ գտնված մարդկանց Հայաստան գալը անվանում է, բան անվանես չէ, փախուստ, թռել եք եւ այլ եւ այլ։ Ես կխնդրեի այ տեղի բնակիչներից ձեր բարձրացնել նրանց, որոնց արմատները գալիս են Մուշից, Ղարսից, շատ են ստեղ, չէ, ձեր դայլիճի մեծ մասը, ուղղակի ձեր հարազատներին, ձեր նախկիններին, ձեր պապերին ասել են թռած, փախած,
հայրենիքը հանձնած։ Մեր ազգի Հայաստանի բնակչության մի զգալի մասը այսպիսի պատմություն ունի, ողբերգական պատմություն, բայց սա է մեր պատմությունը։ Երբ Հայաստանը ստեղծվել է, Հայաստանում եղել է ընդամենը 700,000 բնակչություն այն ժամանակ, որի մի մասը եղել էին կովկասյան թաթարներ, այդպես էին ասում, ադրբեջանցի չկար։ Ձեզ բոլորի, ձեր պապերին կրկնեմ, պապերին, տատերին, ասել են փախած, թռած, եւ իրենք պետք է այնտեղ մնացած լինեին, կամ կրոնը փոխեին, իսլամ ընդունեին, թուրք դառնային, լեզու մոռանային, կամ մեռնեին։ Սա նույն անալոգիան է, նույն, մեկը մեկին։ Եվ սա իրեն մարդ է համարում, սա իրեն հայ է համարում, չգիտեմ ինքը իրեն ինչ է համարում։ Կարծում եմ մեր ժողովուրդը հունիսի 7-ին պետք է ցույց տա, թե ինչ է համարում, ինչ է իրենից ներկայացնում այդ մարդը։ Որ մեր ժողովրդի 70%-ին ըստ էության վիրավորեց, ոչ միայն այդ մարդուն վիրավորեց, ոչ միայն 2-3 արցախցու վիրավորեց, վիրավորեց մեր ժողովրդի 70%-ից ավելին։ Նայեք, ես հասկանում եմ, որ կար այնտեղ առողջապահության նախարար, որը այդ պահին երևի պետք է համապատասխան տեղը տաներ։ Ես հասկանում եմ, որ մենք պացիենտի նկատմամբ պետք է կարեկցանքով վերաբերմունք ցուցաբերենք։ Ուղղակի խնդիրը նրա մեջ է, որ եթե պացիենտը իշխանություն ունի, կարեկցանքի վերաբերմունքը արդեն վերաբերմունքի կարիքը ժողովուրդը ունի։ Այսօր ցավոք մենք հայտնվել ենք այսպիսի իրավիճակում։ Հիմա ո՞նց են կարող փոխել այս իրավիճակը։ Մի հատ լավ ապտակել հունիսի 7-ին։ Ապտակել Ստահակին, Սրիկային, որը համարձակվել է վիրավորել մեր ժողովրդի մեծամասնությանը։ Համամիտ եք։ Ուրեմն ինչ ենք անելու։ Հունիսի 7-ին, համար 17-ին